Անվտանգային ստուգումներ։ Կարևոր են կողմից այս շրջանակային հաստատի համաձայնությունից հետո են Միացյալ Նահանգներում հայտարարեցին էլի էս թրիփ հանձնեցին Զանգեզուրի միջանց, հետո ասացին, որ Ադրբեջանին պիտի որոշումները այսպես ասած սրտամոտ լինեն։ Հիմա ուզում հարցնել այդ առաջընթացի մասին ենք խոսում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հայ-թուրքական հարաբերություններում։ Հիմա այս տեսակ հայտարարությունները մի տեսակ ապակառուցողական մթնոլորտ չեն ստեղծում, եթե դուք միջանցքի թեման փակում եք։ Դե միջանցքի թեման փակված է, չկա միջանցքի թեմա, մեր տարածքում են Զանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, մենք չգիտենք այդ Զանգեզուրն ինչա, Զանգեզուրի միջանցքն ինչա, մեր տարածքում թրիփ նախագիծն է գործելու։ Բայց ամեն մի հարց կա, այդ ընկերությունը, որ ստեղծվում է 75% ունի, չէ՞, որևէ ընկերության մեջ 75%-ին չի կարող վերահսկել, 74%-ին չի կարող վերահսկել 26% ունեցողը։ Լավ հարց եք տալիս, ներողություն, հարցը հասկանալի է, լավ հարց եք տալիս, տեսեք, նախ էլի առանձնացնենք էլի երկու բան, ընկերության մեջի հայատերեր եւ ընկերություն-պետություն հարաբերություններ։ Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց մեջ Հայաստանի Հանրապետությունը ունի 0% փայ, 0%։ Բայց դա չի նշանակում, որ պետությունը այդ ընկերությանը չի վերահսկում, որովհետեւ այդ ընկերությունը, եթե Հայաստանում ռեզիդենտ ընկերություն է, ինքը համապատասխան փաստաթղթերով գրանցված է, ինքը հարկերամուծում, ինքը ենթարկվում է Հայաստանի օրենքներին, ներողություն, ինքը գործում է ըստ Հայաստանի օրենսդրության, իրավազորության շրջանակներում, նույնիսկ եթե Հայաստանը ունի 0% փայետ է։ Հաջորդը Ինչպես հեծներ ու բայց օրինակ կարողանաք վերցնել ինչպես հետը վերցրեցիք։ Բայց չվերցնել։ Չէ, օրինակ եմ ասում, բայց ես միտքս ավարտեմ նոր։ Ոչ միայն ինչպես հեծներ, ինչպես հեծներ, ասենք Հարավ-Կովկասյան երկաթուղիները, նույն ԶՊՄԿ-ն մինչև են պահ, երբ որ մենք պահ ունեցանք, չգիտեմ, էլի կան 1000 Այսինքն եւ օտարերկրյա կապիտալով տալով եւ ոչ օտարերկրյա կապիտալով հազարավոր ընկերություններ կան Հայաստանում, որտեղ երկիրը չունի փայ, բայց պետությունը իր կարգավորիչ դերը բնականաբար տանում է։ Սա այսինքն անկախ ամեն ինչից այնտեղ 70-26% է, թե ինչ է, մեկը պետությունը իր կարգավորիչ դերը ունի, հաջորդը։ Բացի դրանից կա արդեն բիզնես կառավարում։ Այդ բիզնես կառավարման մեջ արդեն Քանի որ Հայաստանը կառավարություն ունենալու է 26%, ինքը բիզնես կառավարման մեջ էլ արդեն իր ասելիքը ունի։ Ոչ թե ինքնիշխանությանը վերաբերող, այլ բիզնես կառավարման։ Բացի դրանից ֆիքսված է, որ հատկապես կարևոր հարցերում դրանք պայմանագրում արդեն առանձնացված կլինեն որպես հատուկ կարևորության հարցեր։ Այդ դեպքում նույնիսկ այդ 26% փայ ունենալու դեպքում բիզնես որոշումներ կայացնելու հարցում, բայց այն բիզնես որոշումներ, որոնք ինչ որ առնչություն ունենալու են Հայաստանի ինքնիշխանության շահերին, ասենք։ Այսինքն թուրքերի Օրինակ դա անհնար է առանց այդ 26% ունեցող փայատերի, այսինքն Հայաստանի։ Նույնիսկ եթե ինքը մենակ 26% ունի, այդ բոլոր հարցերում ինքը ունի, այսպես ասած, վետոյի իրավունք։ Այսինքն առանց իր համաձայնության, առանց մեր համաձայնության դա տեղի չի ունենա։ Դա ֆիքսվելու է հաստատվող որևէ պարոն Ռուբինյան, որ Հայաստանը ունենալու է այդ։ Բա գրված է, չէ։ Հրապարակված փաստաթղթում որ կարևոր հարցերում դա հրապարակված փաստաթղթում գրված է։ Իսկ ինչ վերաբերում է հեծին, հեծը նկատում եմ այստեղ էլ որ Չէ, բայց հեծի դեպքում դեռ ռազմավարական ինքը նշանակության բան է, ինչ ասեմ, ենթակառուցված կա, դեռ ինչ այլ հարց է։ Չեմ կարծում, որ այստեղ այդպիսի հարց է։ Նկատում եմ պետությունը ունենալու է կողմի հետ կապված, Փաշինյանն էլ ասեց, որ երկաթգծի կառուցման այդ հատվածը, ասել են, որ ողջամիտ ջահպետում, այն հատվածը, որը այո, այդ հատվածը ասել եք, որ ողջամիտ ջահպետում պետք է։ Եվ ախորիկ Այո, երեք պարզապես որոշումը հասկանամ, կա արդյոք ռուսական կողմից դուք պատասխան եք սպասում Հայաստանի իշխանություն, կա որ պատասխան իրենք կառուցելու են, թե մենք ենք ամեն դեպքում կամ Եթե չեմ սխալվում, երկու առաջ էր վարչապետ Փաշինյանի հետ կերպազրույցում ես հարցը տվել եք եւ նաեւ ասաց, որ սպասում ենք, որ հնարավորինս արագ սպասում ենք պատասխան։ Այս մի քանի օրվա մեջ ես նորություն չունեմ։ Եթե հայկական կողմը ներդրումներ անի, դա կնշանակի արդյոք, որ կառավարումը ռուսական ընկերությունից վերցնում է Հայաստանը։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Այսինքն որտեղ ես այդ թեմայի մեջ խորացած չեմ։ Պարոն Ռուբինյան, ամեն դեպքում ինչ է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ասում, որ Փառք Աստծո տեսնում ենք, որ Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչվել է նաև Ադրբեջանի ուզածով է լինում, քանի որ ինչպես ասել ենք, այն կարևոր է միջին միջանցքի համար եւ ասում է, որ տեխնիկական մի քանի հարց նոր պատասխանեցի ըստ էության հարցին, բայց նորից ասեմ, էլի։ Նախ
խոսքը թրիփի մասին է, եթե չեմ սխալվում, Թուրքիայի արտգործնախարարը ինքն է ասել, որ մենք թրիփ ենք անվանում, եւ ճիշտ է ասել, եւ ընդհանրապես բոլորը պետք է թրիփ անվանեն, որովհետեւ ես կարծում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը այս պատմական պայմանավորվածության մեջ ահռելի է եւ ճիշտ կլինի, որպեսզի բոլորը տուրք տան ԱՄՆ նախագահին, այդ թվում հիշատակելով իր անունը այս նախագծի մեջ, որը Նիվարկյան ոչ միայն Ադրբեջանի ուզածով լինում, այս նախագծի լավ որն է, որ սա Հայաստանի ուզածով է, Ադրբեջանի ուզածով է, բոլոր հարևանների ուզածով է, որտեղ պարզա որ եթե բոլոր ենթակառուցվածքները ապաշրջափակվում են, դա ձեռք է տալիս եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ բոլոր հարևաններին։ Իրենք նկատի ունեն Ադրբեջանի ուզածով այն, որ Հայաստանը չվերահսկի։ Բայց ինչ գիտեք, բայց դուք ինչ գիտեք։ Իրենք այդպես էին ասում, չէ՞, բայց դուք կարող եք չէ բացել։ Բայց դուք կարող եք չէ բացել փաստաթուղթը կարդալ եւ հասկանալ, որ Հայաստանը ընթերցում է տալիս, երբ ֆրոնտ օֆիս չի տալիս կարող է տարընթերցումա տալիս նրանց մոտ ովքեր ուզում են որ տարընթերցում լինի, բայց որևէ տարընթերցում չկա։ Մի վարքան։ Ախր հատուկ ձեր համար մի 46 անգամ այդ փաստաթղթի մեջ գրած է Հայաստանն է վերահսկում իր տարածքը, Հայաստանի դե հետևաբար կա թուղթ կարդացեք պատասխանը կա պետք չէ այդ բաները Թուրք-ադրբեջանական թեմատիկան շարունակելով պարոն Ռուբինյան ձեր խորհրդանական գործընկերները Հայաստան ուղղակցության քաղաքականացին մարզում եւ այդտեղ իրենց պոտենցիալը դրողների հետ համանանակ ձեր գործընկեր պարոն